տուգանքների կիրառումը իրականացվելու է, երբ որ արդեն ազգային ժողովի կողմից հավանության կարժանանա։ Երևանի քաղաքապետարանը մտադիր է տրանսպորտի համար չվճարող ուղևորներին տուգանել 15,000 դրամով, իսկ եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլ անձ երթևեկի, տուգանքի չափն էլ ավելի մեծ կլինի՝ 18,000 դրամ։ Քաղաքային իշխանությունների մշակած նախագծերի փաթեթը տարածքային կառավարման նախարարությունն է հանրային քննարկման դրել։ Առաջարկում են նաև վճարումների հատուկ կարգ կիրառել։ Ուղևորները պարտավոր կլինեն տրանսպորտ նստելուց անմիջապես հետո 1 րոպեի ընթացքում վալիդատորների միջոցով վավերացնել իրենց տոմսն ու մինչ ուղևորության ավարտն իրենց մոտ պահել, որ եթե հսկիչը պահանջի, ցույց տան։ Հսկիչները կկարողանան նաև տեսաձայնագրություններ անել չվճարող քաղաքացիներին նույնականացնելու համար։ Դուք կարող եք այստեղ 1 ոտքի տեղ Ինչպես 1 րոպեում ակտիվացնել տոմսը, երբ օրվա պիկ ժամերին ավտոբուսներում անգամ 1 ոտքի տեղ չկա։ Հսկիչներն ինչպես են տեղավորվելու սեղմված մեքենաներում։ Այսօր քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանին հարցրեցինք։ Այս նախագծի հեղինակները տրանսպորտից օգտվում են, գիտեն ինչ է կատարվում ներսում։ 1 րոպեն, երբ որ օրինակի համար ներդրվել է, ես չեմ կարող վստահաբար ասել, ինչ տրամաբանության մեջ է այդ 1 րոպեն ընտրվել, բայց ես կարծում եմ, ինչպես մեր նախորդ այս կամ այն որոշման մեջ, որը որ իրականության մեջ եկել ենք եւ հասկացել ենք, որ իրականության մեջ գուցե իդեան եւ մտքերը լավն են իրականացնելու համար, գուցե այստեղ տեխնիկական որոշակի փոփոխություններ անենք։ Երևանում ժամը 6-ն է։ Սա էլ առաջին համարի ավտոբուսը։ Այս տեսանյութը նկարահանել եմ վերջերս։ Մաշտոցի պողոտայի փակ շուկայի հայտնի կանգառն է։ Սեղմված ավտոբուսի դուռը բառացիորեն մի կերպ է փակվում։ Ման ավտոբուսներում 2 վալիդատոր է տեղադրված։ 1 րոպեում դրանց մոտենալ ֆիզիկապես հնարավոր չէ։ Կամ էլ պետք է մյուսներին հրել, քաշել։ Մի խոսքով անցավ գլուխը ցավի տակ դնել։ Ժոնգտոնգ ավտոբուսներում միայն 1 վալիդատոր կա վարորդի կողքին։ Պիկ ժամերին ոչ թե 1 րոպեում, այլև երբեմն ամբողջ ուղևորության ընթացքում հնարավոր չի լինում մոտենալ այդ սարքին։ Երևանցիները տրանսպորտի համար 50 դրամ ավելի շատ են վճարում արդեն 1.5 ամիս։ Տրոլեյբուսների դեպքում թանկացումը եռակի է՝ 50-ից 150 դրամ։ Չնայած թանկացմանը ծանրաբեռնված ժամերին ակետից B կետը հասնելու համար քաղաքացիները դեռ նման փորձությունների միջով են անցնում։ Այն որ խնդիր ունենք, այո, դրանից այն որ ասում եմ չեն կարող խուսափել, էլի դրա համար է, որ այս տարի տենց նախատեսում ենք, որ եւս 45 տրոլեյբուս բերենք եւ տեղյակ եք շատերը, որ քննարկումներ կա եւ ինչ որ մի փուլի ասա, այս բան չգիտեմ, ինչ հաջողություններ ունենք այդ մասով, բայց նաեւ 250 նոր էլեկտրական ավտոբուսներ ձեռք բերելու մասին ենք մենք հայտարարել։ Խնդրի արկայությունն ընդունելը փաստորեն քաղաքապետարանին չի խանգարում զուգահեռ տուգանքների մասին մտածել։ Ըստ հանրային քննարկման դրված նախագծի հսկողությունն իրականացնելու են կամ քաղաքապետի կողմից լիազորված անձինք, կամ Երևանի ավտոբուս ընկերության աշխատակիցները, որոնց կողմից տրված հրահանգները մեջբերեմ պարտադիր են ուղևորների եւ վարորդի համար, այդ թվում տրանսպորտային միջոցի շարժը կանգնեցնելու, դռները բացելու կամ փակելու հրահանգները։ Այս առաջարկի համաձայն հսկողները կկարողանան նաև ոստիկաններին դիմել տոմսերը ստուգելու ու չվճարած կամ կանոնները այլ կերպ խախտող անձանց երթևեկությունը դադարեցնելու համար։ Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը մինչդեռ վստահեցնում է, մարդկանց մասսայաբար տուգանելու խնդիր չունեն։ Մեր խնդիրը այն է, որ մարդը գիտակցի, որ եթե չի վճարում, դրա հետևանքը լինելու է սա։ Տրանսպորտային փոփոխություններին զուգահեռ ընդդիմադիրները պայքարում էին թանկացման դեմ, հորդորելով չվճարել։ Արդյոք բոյկոտի ու թերհավաքագրումների պատճառով են քաղաքային իշխանություններն այսպիսի քայլի գնում։ Քաղաքապետի խոսնակն ընդդիմադիրների կոչերին այսօր անուղղակիորեն անդրադարձավ։ Եթե գումարը բյուջե չմուտքագրվի, գուցե չկարողանան պլանավորված տրոլեյբուսները գնել։ Կարող է վերջնարդյունքում պարզվի, որ մեկ գումար չկա։ Պարզապես այդ 45 հատը գնելու, այլ լավագույն դեպքում 10 են գնելու կամ 15, էլի։ Նախագծերի փաթեթը ի դրաֆտ համակարգում հանրային քննարկման է դրված մինչ մարտի 26-ը։ Քաղաքացիները հնարավորություն ունեն այնտեղ առաջարկի վերաբերյալ կարծիք հայտնել, կողմ կամ դեմ քվեարկել։